Գործը իհարկե հերթական այս իշխանությունների կողմից հարված անկասկանալի գործ է եւ այն ինֆորմացիան, որը տարածվել է Չակապ կոմիտեի կողմից այնքան տեղերուկ է եւ այնքան հեճերի, որ այս պարագայում գործ անվանել դա պարզապես կարելի ակնհայտ է, որ այս փուլում այս իշխանությունները պետք է գնային ռեպրեսիվ հերթական քայլերին եւ փաստորեն հերթական քրեական գործուղարային եւ որին ակնկալում եմ ես արդյոք դատարանից օրենքին եւ իրավունքին համապատասխան որոշում ոչ թեև շատ կուզենայի որ գոնե այս անգամ դատարանը հաջողորեն մեզ զարմացներ եւ փորձեր գոնե ապացուցել որ դատական համակարգը անկախ է գործադիրից բայց ով է դատավորը այո, սովորաբար եթե օրինակ գործը քններ Մասիս Մելքոնյանը, մենք բոլորս հենց ի սկզբանե արդեն ունենայինք չէ, Մասիսը չէ Մելքոնյան, գործը քննում է դատավորը Աբելյան, եթե չեմ սխալվում, եթե մեկ վարքյան ճիշտ ասեմ անունը, որպեսզի Գարիկ Աբելյանն է դատավորը առաջընթաց կա հետևաբար ուզում ասեմ այս պարագայում այնպես չէ որ մենք հենց միանշանակ կարող ենք ասել որ դուրս են գալու խալանքի որոշումով բայց գիտեք մեր դատական համակարգը եւ հատկապես վերջին տարիներին այնքան է դարձել կախյալ որ շատ դժվար է լինում ակնկալել որ կկայացվեն արդարացի որոշումներ հետեւաբար դա եմ ասում ես ուզում եմ որ հավատալ որ այս անգամ դատարանը մեզ հաջողորեն Տիկին Վարդանյան դուք որպես պատգամավոր այս մեղադրանքի հետ կապված կարող եք ասել մարդուն մեղադրում են իր գործունեության ընթացքում ինչ որ ապօրինի տեղեկություններ հավաքագրել պետական գաղտնիք օրինակ պատմիստից եւ տալ դաշնակից բարեկամ պետությանը ու դա համարում են պետական դավաճանի։ Նա պետք է սկսենք որ նրանից որ գործունեության ընթացքում դա տեղի չի ունեցել, այսինքն այն հաղորդակցությունը որ քննչական կոմիտեն սկզբում տարածեց, փորձում էր ստեղծել տպավորություն, որ Անդրանիկ Թևանյան падգամավոր է, հավաքել է ինֆորմացիա եւ ներկայացրել է, փոխանցել է ինչ որ այլ անձանց։ Հետո երբ պարզաբանում եղավ որ 2024 թվականի ապրիլի 9-ին Անդրանիկ Թևանյանը падգամավոր չի եղել, հետևաբար չէր կարող ներկա լինել փակնիստին, մենք էլ հանկարծ հիշեցին, որ այնտեղ ապօրինի ձևակերպում ունեն եւ դրանով են հիմնավորում, որ ապօրինի ինֆորմացիա է ձեռքբերել։ Բայց եթե չեմ սխալվում, Անդրանիկ Թևանյանը նույնիսկ գաղտնիության այդ փաստաթղթի տակ չէր ստորագրել, հետևաբար падգամավոր լինելու պարագայում նաեւ նիստին ներկա չէր գտնվելու, չէր կարող է դեպքում ունենալ դեզանից է ստացվել, այլ գործընկերներից է ենթադրյալ ինֆորմացիա ձեռքբերել Պարոն Մակարյան, դուք այս դատախազությանը հուշում եք, որպեսզի հաջորդը գնան մնացած բոլոր падգամավորների տները, ովքեր այդտեղ ներկա են եղել, խորհուրդ կտամ սկսել նաև ԿՊ падգամավորներից, որովհետև սովորաբար ինֆորմացիա հավաքել եւ ըստ օգնում կախված լուրերու ինֆորմացիա փոխանցելու սովորույթը հենց նրանց է պատկանում, բայց խոսելով հենց այդ նույն լսումների մասին, ես բազմապես խորհուրդ կտամ հարգելի լրագրողներին հետ գնալ եւ ուսումնասիրել 2024 թվականի ապրիլի 9-ին եւ դրան հաջորդող հայտարարությունները եւ լրատվամիջոցներում եղած հրապարակումները եւ այլն։ Լսումներին անմիջապես հաջորդեցին հայտարարությունները եւ բազմաթիվ պատգամավորներ հենց այդ հայտարարությունների ժամին ասացին, որ այս լսումները փակ անցկացնելու իմաստը մենք այդպես էլ չհասկացանք, որովհետեւ լսումների ընթացքում որևէ փակ կամ գաղտնի ինֆորմացիա չփոխանցվեց։ Խոսքը վերաբերում էր սահմանազատման եւ սահմանագծման հարցի վերաբերյալ լսումներին 2024 թվականի ապրիլի 9-ին զեկուցողներն էին այն ժամանակ Մհեր Գրիգորյանը եւ Արադ Միրզոյանը, բայց ես խնդրում եմ մի զլացեք եւ հետ գնացեք ու նայեք այդ օրվա հայտարարությունները եւ դրան հաջորդող հրապարակումները, որովհետեւ լսումները, որ նախաձեռնվել էին ընդդիմադիր ուժերի նախաձեռնությամբ ընդդիմադիր ուժերին այդպես էլ որևէ հստակեցում, որևէ բաժանություն չտվեցին եւ մենք բոլորս այդքան նաեւ ես իմ հարցազրույցների ժամանակ շեշտել եմ, որ այս լսումների ընթացքում այդ լսումները հերթական անգամ այդ պետական պաշտոնյաների հրապարակային արված հայտարարությունները առժամյոնից հայտարարություններ անելու հնարավորություններ տալիս։ Այլ այդ լսումները մի կողմ, որ ինքը չի մասնակցել, համարենք ինչ-որ տեղից դեռ կարող որևէ ԿՊ падգամավոր Անդրանիկ Թևանյանին խաբարացրել, թե ինչ է քննարկել։ Ձեզ ասեմ, որ ձեր չեմ ասում, որ հակած է բան։ Հիմա
Հիմա այդ Անդրանիկ Թևանյանը ո՞նց է փոխանցել օրինակ այլ երկրի, օրինակ Ռուսաստանի եւ որ գործընկերոջն է փոխանցել, որ այդ դավաճանության փաստը միացած։ Ես կարծում եմ այդ բոլոր հարցերին հենց պետք է պատասխանի քրոջական կոմիտեն իր կառույցի ընթացքում, որովհետեւ այդ բոլոր հարցերը ցածրում են նաև մեզ մոտ։ Տելեգրամով աղարկել Եվ ինձ օրինակ շատ հետաքրքիր է, թե այդ ինչ ապացույցներ են այս անգամ այսպես հորինելու, կտրելու, կպցնելու, որովհետև մեր վարույթները իրականացում են բացառապես կեղծված ապացույցների հիման վրա եւ ես ինքս էլ սպասում եմ տեսնեմ այս անգամ որքան է նրանց ֆանտազիան բավարարելու, որպեսզի կազմեն այնպիսի ապացույցներ, որոնք փոխեն հիմնավորել այս չգիտեմ ոչ խելամին բառերը լինի Ուսում Արտանյան, դիհացել է ապացույցների հետ կապված, որ ասում եք, որ ասենք ֆորմի Coca-Cola-ին տալիս բան, որոնց ապացույցական բազան հրապարակումների դեպքում, եթե ունի ձայնագրություն, տեսանել, եթե կա ինչ են հրապարակում։ Ենթադրում եմ դեռ այս պահին իրենք այդպիսի ապացույց չեն կազմել, ինչու եմ ասում, կազմել, որովհետև սովորաբար ինչ են անում, վերցնում են կամ որևէ ձայնագրություն, կտրում կպցնում են իրար, ինչպես բազմաթիվ գործերով դրան ականատես են եղել եւ հետո հրապարակում են։ Ենթադրում եմ այս անգամ այնքան հրատապ են գործել, որ առայժմ այդպիսի ապացույցներ չեն եղել։ Ամեն ինչ է բանի դեպքում, լանցակի դեպքում ապացույցները բռնած իհայտ են տալ, բայց մենք ամեն հարությանը օր ըստ էության լրատվամիջոցներում քննչական կոմիտեի կողմից տարածելուց հետո արդեն տեսնում ենք տարբեր տեսակի ձայնագրություններ եւ այլն, խիստ կասկածելի ձայնագրություններ, հետեւաբար այս պարագայում ես կարծում եմ, որ դեռ ամեն ինչ արժևում է, դեռ իրենք պետք է փորձեն ուրեմն այնպիսի ապացույցներ, իրենց համար ձեռնտու ապացույցներ կտրեն, կպցնեն, որ կարողանան այս աբսուրդը հիմնավորել։ Տիկին Վարդանյան, մի բան է, Անդրանիկ Թևանյանը համարում է ռուսական գործիչ։ Ես կարծում եմ դրա պատասխանը պետք է տան իր գործողությունների հետևող քաղաքացիները, որովհետև ես չեմ բաժանում որևէ մեկին պրոռուսական կամ պրոարևմտյան, ես գիտակում եմ Անդրանիկ Թևանյանին պրոհայաստանյան գործիչ։ Ինքը Ռուսաստանից երբևէ որևէ գումար ստացել, ինքը բանի դիմաց։ Հասցեատիվ ճիշտ հասցեատիվ չէ։ Դες որ մի թիմից եք, եթե օրինակ $622,000 որ նշում եմ նախ կա թե չէ, թե օրինակ օրինակ է, եւ եթե իսկապես կա ողջ է, ես հարցին կարողանամ պատասխանել բաց հավասար դեպքում, եթե դրա վերաբերյալ հստակ ապացույցներ կներկայացվեն։ Հետևաբար ես ոչ միայն կասկածում եմ այս ամբողջ աբսուրդի, այլ նաև կասկածում եմ, որ մենք կարողանալու ենք ապացույցներ ներկայացնել նաև Այսինքն, բայց դուք 622,000 թվի հետ կապված է դոլարի հետ կապված ինչ կարող եք ասել։ Ես ձեզ մոտ ամեն ինչի մասին իմացել եմ քննչական կոմիտեի հայտարարությունից։ Եվ ես այդ քննչական կոմիտեի ես իրավունք ունեմ կասկածի տակ դնելու, որտեղ դեմ վերջին Տեսեք, մի ժամանակ հիշում եմ, որ շրջանակները Անդրանիկ Թևանյանի մեղադրում են Սորոսից գումար ստանալու մեջ, չնայած քիչ հեստելացիան փորձել է, հիմա էլ ասում են Ռուսաստանից է ստացել։ Պարոն Մակարյան, ես էլի կրկնում, ես Անդրանիկ Թևանյանին մտածում եմ, պրոհայ։ Եթե համարում Եվ հետևաբար ես ակնկալում եմ, որ այս աբսուրդը պետք է կարողանա հիմնավորել ապացույցներով, որ ես խիստ կասկածում եմ։